Բարի երեկո, հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ լիազոր դեսպան Լի Սինվեին զրուցակիցները կարևորել են տնտեսության զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում ուղիղ ավիաչվերթների թվի ավելացումը։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի եւ դրա սկզբունքների շուրջ։ Հայաստանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը Անիտա Դիմիտրիուն այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Բանակցություններից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների շինծու դատավարություններին, Կիպրոսի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե անընդունելի է 2025 թվականին քննարկել կամ տեսնել նման դրսևորումներ եւ պատկեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին։ Տիկին Դիմիտրիևին ես տեղեկացրեցի նաև մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին եւ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրիևի հետ, ինչպես նաեւ տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում։ Եվրոպան եւ միջազգային կառույցները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Մենք պետք է չմոռանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Պետք է ունենանք հստակ արձագանք հիմնված արդարության վրա։ Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի։ Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրամիությանը, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է։ Կիպրոս արդեն 50 տարի է կիսված է։ Մենք գիտենք ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին խաղաղություն հաստատելու ջանքերում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տան Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերիերջանիկ տերտեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, արկա հիմնախնդիրներին եւ վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին։ Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ հարևանների հետ բարիդրայացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է ներկաների հարցերին։ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքն ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆյանոպոլոսին եւ պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Խրիստոս Արսենյուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ամփոփվել են Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21 աշխատանքային այցով կայցելի Երևան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախատեսվում են բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսի և Բաքվի միջև հարաբերություններում ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիր։ Հիշեցնեմ, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իսկ ինչպես է տեղի ունեցել այդ միջադեպը։ Դե ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական միջնադարյան համալիրը հռչակել են աֆղանական, ինչպես եւ Արցախի հայկական եկեղեցիներից մեծ մասը եւ անվանում են Քեշիկչի դաղ։ Ուրբաթ օրը Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին փորձել էր այցելել Դավիթ Գարեջի վանական համալիր եւ ադրբեջանցի սահմանապահները արգելել են նրան կանգնեցնելով եւ հետ ուղարկելով։ Նաթելաշվիլին հայտարարել է, որ թեև այդ տարածքը ադրբեջանական սուվերեն տարածք չի համարվում, այլ պաշտոնապես համարվում է վիճելի տարածք, ադրբեջանցիները իրավունք չունեին սահմանափակել իր տեղաշարժվելու իրավունքը եւ նրան տեղեկություններով այժմ ադրբեջանցիները վերահսկում են ամբողջովին այդ վանական տարածքի այն մասը, որը հարում է Չիչխիտուրա աշտարակին եւ Ուդաբնո մատուրին։ Ֆորմուլա TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նաթելաշվիլին հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն Վրաստանի իշխանությունները միակողմանի զիջում են արել Ադրբեջանին, հանձնելով այդ հողատարածքները Ադրբեջանին եւ դրա դիմաց իշխանությունները իբրև թե Ադրբեջանի ինչ որ այսպես առավելություններ են ստացել էներգետիկ ոլորտի նախագծեր իրականացնելիս։ Այդ ամենը Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավարը անվանել է Վրաստանի սուվերեն տարածքի մի մասի օկուպացիա։ Արտյոմ, եթե այդ տարածքը ադրբեջանի սուվերեն տարածք չի համարվում, ապա ինչու են այդտեղ ադրբեջանցի սահմանապահները կանգնում։ 91 թվականից մինչ օրս այդ տարածքը վիճելի է համարվում, դեմարկացիան այդ հատվածում չի իրականացվել եւ բազմիցս ադրբեջանցիները փորձել են եւ կարողացել են երբեմն վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը, բայց 19 թվականին կողմերը համաձայնության էին եկել վերականգնել ստատուս քվոն եւ որպեսզի ադրբեջանցիները չսահմանափակեն Վրաստանի առնվազն ուխտավորներին եւ զբոսաշրջիկների իրավունքը այցելել այդ մատուրներ եւ վանական տարածքի մեջ մտնող այլ սրբավայրեր։ Եվ երկար ժամանակ իսկապես վանականները հնարավորություն են ունեցել այցելել, այնտեղ ծեսեր էին իրականացվում եւ ադրբեջանցի սահմանապահները կարծես չէին սահմանափակում։ Դրանից հետո այնուամենայնիվ խախտեցին ձեռք բերված պայմանավորվածությունը եւ կրկին անցակետ տեղադրեցին եւ սկսեցին որոշել ում իրենք թույլ են տալիս, իսկ ում կարող են թույլ չտալ։ Այս դեպքում վրացի այդ քաղաքական գործի իրավունքը սահմանափակել են, ինչը որևէ կերպ չի տեղավորվում վրացական օրենքներում, շրջանակներում եւ կարծում եմ Վրաստանի իշխանությունները պետք է որ արձագանքեն այս փաստին։ Ինչով են ադրբեջանցիները հիմնավորում իրենց այդ նկարտումները։ Հիմնավորում են շատ կասկածելի քարտեզներով, բանն այն է, որ 96 թվականին կողմերը համաձայնության էին եկել դեմարկացիան իրականացնելու 38 թվականի քարտեզների հիման վրա։ Բայց այնուհետ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Դեմարկացիայի հարցերով պետական հանձնաժողովի 2 անդամներ ըստ հետաքննության մարմինների տեղեկությունների լինելով շահագրգռված թաքցրել էին 38 թվականի քարտեզները եւ առաջարկել էին 70-80-ական թվականների քարտեզներով շարունակել դեմարկացիան, ինչը բխում էր Ադրբեջանի շահերից։ Ենթադրվում է, որ անձնական շահագրգռվածություն են ունեցել, դե կարող են կռահել, թե ինչի մասին է խոսքը։ Արդյունքում Վրաստանը զրկվել է 3.500 հեկտար տարածքից սահմանի տարբեր հատվածներում, այդ թվում նաև Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում։ Մի քանի տարի առաջ Վրաստանի իրավապահները ձերբակալել էին այդ հանձնաժողովի 2 անդամների արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ սահմանային ոստիկանության նախկին մի աշխատակցի։ Նրանց գործով դատը դեռ ավարտված չէ, բայց այդ գործով որպես վկա է անցնում առայժմ վկա նաև Վրաստանի նախկին պաշտպանության նախարար։
Ներկայիս իշխանությունները փորձում են այս պատմությունը օգտագործել նախորդ իշխանություններին վարկաբեկելու համար, իդեպ նաև Սաակաշվիլին են փորձում ներգրավել որպես կասկածյալ, պնդելով թե իբր նա Իլհամ Ալիևի գործարքի հետ արդյունքում զիջել է ահռելի մեծ տարածքներ, ակնարկելով, որ դրա դիմաց անձնական ինչ-որ բաներ է ստացել Ալիևին։ Այս թեման մեզ համար ակտուալ է նրանով, որ մեր դեպքում ևս Ադրբեջանի հետ դեմարկացիայի հարցում տարբեր քարտեզների խնդիր է քննարկվում եւ մեզ սա պետք է որ սթափեցնի եւ հիշեցնի, որ նման բաներ ևս կարող են տեղի ունենալ։ Շնորհակալություն Արձան։ Իսկ ուղարկման այս հատվածում միջազգային լուրերն են, որոնք ներկայացնում ենք մեկ տեսաշարով։ Ռուսաստանը 3 անօդաչու սարքերով ամենամեծ հարձակումն է իրագործել Ուկրաինայի վրա, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն զինադադարին վերաբերող հարցեր։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկու եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Զանգի թեման կլինի այս այրունայեղությանը վերջ դնելը, որը շաբաթական միջինը 5000-ից ավելի ռուս եւ ուկրաինացի զինվոր է սպանում։ Դրանից հետո ես կխոսեմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու, իսկ հետո ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ։ Հուսով եմ, որ արդյունավետ օր կլինի հրադադար եւ այս դաժան պատերազմը, որը երբեք չպետք է սկսվեր, կավարտվի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հնարավոր է համարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը, եթե երկու երկրների բանակցողների կողմից որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Մենք հնարավոր ենք համարում նման հանդիպումը երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում այս պատվիրակությունների որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման եւ որոշակի արդյունքների հասնելու դեպքում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Ռուբիոն հիշեցրել է, որ պաշտոնական Մոսկվային հանդիպման առաջարկ արդեն արվել է։ Մենք իհարկե նման առաջարկ արել ենք, նման հանդիպման տեխնիկական մանրամասները որոշակի աշխատանք կպահանջեն։ Կարող եմ ասել, որ հենց հիմա այս ամենը ծրագրվում է վայրի եւ ամսաթվի ընտրության առումով, բայց նախագահը ցանկանում է դա անել հնարավորինս արագ։ Կարծում եմ ռուսական կողմը նույնպես հանդիպման ցանկություն ունի, եւ հիմա միակ հարցը բոլորին համախմբելն է, որոշելը թե որտեղ եւ երբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջարկել է ընդունել Վատիկանի առաջարկը ուղիղ հանդիպում կազմակերպել Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների միջև։ Վատիկանը շատ լավ առաջարկ արեց, իդեպ ոչ միայն Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը, այլև ցանկացած հանդիպում, այդ թվում տեխնիկական մակարդակով, կարելի է կազմակերպել Վատիկանում։ Սա լավ առաջարկ է, որը կարելի է ընդունել։ Ես նկատի ունեմ, որ դա կարող է լինել մի վայր, որտեղ բոլոր կողմերն իրենց հարմարավետ զգան։ Այնպես որ հուսով եմ, որ մենք կհասնենք այս փուլին, երբ բանակցությունները կկայանան կանոնավոր հիմունքներով եւ որ Վատիկանը հնարավորություն կունենա լինելու հանդիպման վայրի տարբերակներից մեկը։ Իդեպ 3 Վատիկանում կայացավ Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության արարողությունը, որի ընթացքում նա ընդունեց պապական իշխանության խորհրդանիշները՝ Ձկնորսի մատանին եւ պալյումը, ոչխարի բրդից պատրաստված ասեղնագործված խաչերով ժապավենը։ Պաշտոնապես նրա հովվապետությունը համարվում է սկսված։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը գահակալության արարողության մեկնարկից առաջ պապամոբիլով շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ողջունելով հազարավոր հավատացյալների։ Պոնտիֆիկոսի գահակալության արարողությանը ներկա են եղել 156 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում մոտ 30 պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան հյուրեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 3 Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի երթմնակալության շրջանակներում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Սա Զելենսկու եւ Վենսի առաջին հանդիպումն էր փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմկահարույց բանավեճից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն Վենսը, Ռուբիոն եւ Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը եւ կիսվել են հրադադարի եւ կայուն խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ թարմացված տեղեկություններով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ հանդիպել են Հռոմում քննարկելու համաշխարհային առևտուրը, փոխադարձ պաշտպանությունը եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Եվրոպան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, բայց մենք իհարկե ունենք որոշ տարաձայնություններ, ինչպես երբեմն պատահում է ընկերների միջև, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իդեպ Բրյուսելում որոշում է կայացվել առաջիկա 4 տարիների ընթացքում Ուկրաինայի պաշտպանական ծախսերը հասցնել 800 միլիարդ եվրոյի։ Այսօր Լոնդոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիա Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Բրիտանական իշխանությունների խոսքով գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության եւ առևտրի ոլորտներում ու Brexit-ից հետո նոր էջ բացել Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերությունների միջև։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքում Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջև ձեռք կբերվի համաձայնություն ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Ինչպես նշում է Financial Times-ը, նոր պաշտպանական պայմանագիրը բրիտանական ընկերությունների համար հնարավորություններ կբացի մասնակցելու զենքի համատեղ գնումներին, ինչպես նաև կբարձրացնի երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մակարդակը։ Ավստրալիան սկսել է բեռնել 49 Abrams տանկերից առաջինը։ Տանկերը նախատեսված են Ուկրաինայի համար, սակայն Ավստրալիայի կառավարությունը չի հայտնել, թե երբ են դրանք ժամանելու Եվրոպա։ Նախքան մատակարարումները սկսել է, Ավստրալիան պետք է թույլտվություն ստանար տանկերն արտադրող երկրից Միացյալ Նահանգներից։ ABC-ն հայտնել է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ դժգոհ են տանկերի տեղափոխումից Ուկրաինա։ Հիշեցնենք, որ Ավստրալիան խոստանում էր Ուկրաինային հանձնել շահագործումից հանված տանկերը դեռ 2024 թվականի հոկտեմբերին, սակայն մի քանի ամիս չէր կարողանում թույլտվություն ստանալ ԱՄՆ-ից։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, որը մետաստազներ է տվել ոսկորին, ասվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Թեև քաղցկեղը հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, սակայն այն զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարել բուժումը, ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում են 46 դպրոցներ։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրենը եւ աշակերտներն են, ովքեր ամիսներ առաջ են տեղափոխվել լուսավոր, ժամանակակից եւ տեխնիկապես հագեցած նորակառույց դպրոց։ Շենքային պայմանների էական բարելավումը հնարավոր է դարձել Ասիական զարգացման բանկի եւ պետության համատեղ ջանքերի շնորհիվ։ Դասերը լուսավոր եւ տեխնիկապես հագեցած դասասենյակներում անցկացվելը ոչ միայն նպաստում է կրթական գործընթացի արդյունավետությանը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ երեխաները դպրոց են գալիս առավել մեծ հաճույքով։ Լիք նոր հնարավորություններ կան, մենք 3 տարի ուրիշ դպրոցում ենք եղել ու հիմա եկել ենք ստեղ, շատ լավ հնարավորություններ կան, մանավանդ այս սենյակում։ Շատ սիրուն է, բոլորիս դուրը շատ գալիս է, շատ սիրուն գեղեցիկ դասասենյակներ ունենք։ Այս աշխատանքները ինձ համար շատ հետաքրքիր են, ԹԳԳ-ն շատ կարևոր առարկաներից մեկն է, հաճույքով եմ գալիս։ Երեխաներին լուսավոր դպրոցներում որակյալ կրթության ապահովման համար Ասիական զարգացման բանկի կողմից սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը մշակվել եւ պետության հավանությանն էր արժանացել դեռ 2015 թվականին։ Առաջին վարկով տրամադրվել էր 88.5 միլիոն դոլար, ապա 2023 թվականին հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորում 7.3 միլիոն դոլարի չափով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել կամ ամրացնել 46 դպրոց, որից 14-ը Երևանում եւ մնացածը բոլոր մարզերում, այսինքն ծրագիր ունի մեծ ընդգրկվածություն, բոլոր մարզերը ընդգրկված են։ Նաեւ մի բան էլ ավելացնեմ, որ ծրագրի շրջանակում մեզ համար կարևոր պայմաններն, պահանջները եղել են սեյսմիկ անվտանգությունը, ներառականությունը եւ էներգախնայողությունը, այսինքն բոլոր դպրոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար անվասայլակներով, որպեսզի իրենք ազատ տարածքում տեղաշարժվեն եւ մեր բոլոր դպրոցները, գրեթե բոլոր դպրոցները ունեն արևային պանելներ եւ օգտագործվում են էներգախնայող շինարարական նյութեր։
Բոլորից ծանոթ զանգի ղողանջները այս դպրոցում այլ էին։ Ամեն դասամիջոցի ավարտին հնչում է հայրենասիրական ոգին բարձրացնող երգեր։ Իսկ հայ երկու ուսումնասիրող աշակերտները դասամիջոց դուրս են գալիս միջանցք հայկական պարելու։ Դպրոցի տնօրենի խոսքով գեղեցիկ եւ հարմարավետ շենքային պայմանները նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Պայմանները կարող եմ ասել, որ կատարյալ են գրեթե եւ նոր չափորոշչի, նոր ժամանակակից կրթության պահանջներին, աշխարհի պահանջներին համահունչ բոլոր պայմանները հիմա ունենք, որպեսզի որակյալ, ժամանակակից եւ արդյունավետ կրթություն կարողանանք ապահովել մեր բոլոր 1563 այսօր աշակերտների համար։ Գոհար Մուսայելյանի խոսքով այս ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Ասիական զարգացման բանկը ծրագրի շրջանակում որոշումների կայացման վրա էական ազդեցություն չունի։ Գնումներն ու ֆինանսական ամբողջ կառավարումն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Ֆինանսական մասհանումներն էլ իրականացվում են միայն այն դեպքում, երբ բանկը համոզված է լինում, որ երաշխավորված են ծրագրի պահանջները։ Ծրագիրը ոչ միայն նախատեսում է շինարարություն, այլ նաև ունի շատ կոմպոնենտներ, մեզ համար շատ կարևոր է, որ վերջնական ազդեցությունը լինի ինչքան հնարավոր է շատ, մաքսիմալ, եւ դրա համար մենք օրինակ նախատեսել ենք սեյսմիկ նորմերի վերանայում, որը շատ կարևոր է Հայաստանում քաղաքաշինության զարգացման համար, մենք կարողությունների զարգացման մեծ կոմպոնենտ ունենք, նաև շատ կարևոր է նշել, որ սեյսմիկ աղետի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացվեն եւ դպրոցները ունեն ծրագրի պահանջով սեյսմիկ աղետի կառավարման պլան եւ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն նախապատրաստվելու համար, եթե երկրաշարժ լինի դրան երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո եւ ներգրավված են նաեւ հարևանությամբ գտնվող բնակիչները այդ գործընթացում։ Այցի հաջորդ կանգառը Իջևանի Գանձաքար գյուղի դպրոցն էր, որը եւս վերանորոգվել է ծրագրի շրջանակներում։ Դպրոցի տնօրենի խոսքով մինչ դպրոցի կառուցումը երեխաների համար դասերը կազմակերպվում էին մասնավոր տարածքներում, իսկ ազատ ժամանակ աշակերտներն իրենք էին օգնում դպրոցի գույքի տեղափոխման գործում, ինչը խոսում է եւ աշակերտների ոգևորվածության եւ ծրագրի կարեւորության մասին։ Շինարարությունը տևել է 3 տարի 6 ամիս եւ շահգործման հանձնումից հետո արդեն 467 աշակերտ եւ 67 ուսուցչական, տեխնիկական, մի խոսքով անձնակազմ տեղափոխվել ենք այս հրաշալի կառույցը։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսված 46 դպրոցից 23-ի շինաշխատանքներն արդեն ավարտված են։ Մյուս դպրոցում կատարվում են շինարարական կամ վերջնական փուլում գտնվող նախագծային աշխատանքներ։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ամստերդամի Սուրբ Նիկոլայ գլխավոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացումը, մանրամասները տեսանյութում։ Մայիսի 10-ին Նիդերլանդների թագավորության մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկոլայ գլխավոր տաճարում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդեսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա էին կաթոլիկ եկեղեցու Ամստերդամ Հարլեմ թեմի առաջնորդ եպիսկոպոս Յան Հենրիքսը, Ամստերդամ քաղաքի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եկեղեցու հովիվ Էրիկ Ֆենիսը, Հարավային Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ Տեր Խաժակ arczepiskopos Պարսամյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին, ծրագրի հեղինակ եւ իրականացնող Ռաֆայել Հովանեսյանը, Ամստերդամի Նարեկացի հիմնադրամի նախագահ Վահան Ավակյանը, ում ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ստանալ Ամստերդամի բազիլիկում քանդակի տեղադրելու թույլտվությունը։ Արարողության մասնակիցները իրենց ելույթներում նշեցին Սուրբ Գրիգոր Նարեկացու կոթողի տեղադրման կարևորության եւ նշանակության մասին։ Պատվաբեր է ձեզ ողջունել Ամստերդամի կենտրոնում գտնվող Սուրբ Նիկողայոսի կաթոլիկ բազիլիկայում մեծ հայ սրբի Գրիգոր Նարեկացի վարդապետի հարգանքի տուրքը մատուցելու համար։ Whom we all venerate. Եկեք շարունակենք աղոթել մեր համայնքների համար Սուրբ Գրիգոր Նարեկացու բարեխոսությամբ։ Այսօր մենք հավաքվել ենք այս սրբազան վայրում բացելու հուշարձան ի պատիվ հավատքի ամենախորը ձայնի Սուրբ Գրիգոր Նարեկացու։ Դա մեծ պատիվ է ինձ համար, այդ օրը բացառիկ մթնոլորտ էր, քանի որ կենդանի էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, մեծ պապը։
Papa Roma, cette époque, Papa Roma Francesco, qui grand papa. Այսօրվա մեր հանդիպման պատճառն է բացառիկ իրադարձություն Ամստերդամի կաթոլիկ տաճարում Սուրբ Գրիգոր Նարեկացու հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի եւ սիրված սրբերից մեկի հուշարձանի բացումը։ Սուրբ Գրիգոր Նարեկացին շատ կարևոր եւ յուրահատուկ է ցանկացած հայի համար։ Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանի այս նախագիծը ունի Գրիգոր Նարեկացու հանրահռչակման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է տեղադրել Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանները աշխարհի տարբեր տաճարներում։ Առաջին 3 հուշարձանների տեղադրման գործընթացը իրականացնելու է ծրագրի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը, ով հրավիրում է համագործակցության բոլոր այն մարդկանց, ում հետաքրքիր է այս գաղափարը, եւ որոնք ցանկություն կունենան ընդլայնել այս նախագիծը։ Առաջին հուշարձանի տեղադրման գործընթացի հետ համատեղ տեղի են ունենում բանակցություններ Եվրոպայի մի քանի այլ հանրահայտ տաճարների հետ, իսկ Ամստերդամի Սուրբ Նիկոլայ բազիլիկը այսուհետ կզարդարի Մատյան ողբերգության գլուխգործոցի հեղինակ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանը։ Այսօր ժամը 16:02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ, 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, իսկ 1-ը բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, հրդեհը մեկուսացվել է 16:50-ին, մարվել 17:08-ին։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 9-ից մինչև ժամը 17-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարա քաղաքի օգոստոսի 23-ի, Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։